Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաև իրանական պատասխան հարվածները շարունակվում են։ Ըստ Իսրայելի բանակի վաղ առավոտյան Իրանը հրթիռներ է արձակել երկրի ուղղությամբ, պայթյուններ են լսվել Երուսաղեմում, Թել Ավիվում աշխատել է ՀՕՊ համակարգը։ Պայթյուններ են գրանցվել նաև Թեհրանի բնակելի հատվածներում։ Ըստ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են երկրի 174 քաղաք։ Գրանցվել է 636 հարված ավելի քան 1330 վայրում։ Զոհերի թիվը գերազանցում է 1000-ը։ Հարվածի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, վնասվել են նաև Կարմիր մահիկի գրասենյակներ, բժշկական և դեղագործական կենտրոններ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային շարժական կայանքների ոչնչացումը շարունակվում է, իսկ Ջերալդ Ֆորդ ավիակիրը միջերկրական ծովից շուրջօրյա ռեժիմով շարունակում է աջակցել ռազմական գործողություններին։ Մեկ այլ ամերիկյան ավիակիր խումբ էլ գտնվում է Մերձավոր Արևելքում։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ավելի վաղ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան Սուզանավի կողմից իրանական ռազմանավի խոցմանը, որի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել։ Հնդկաստանի ռազմածովային ուժերի հյուր հանդիսացող Դենա ֆրեգատը, որի տախտակամածին մոտ 130 նավաստի կար, առանց նախազգուշացման հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում։ Հիշեք խոսքերս, ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար։ Ավելի վաղ ԱՄՆ Սենատը ձայների 53-47 հարաբերակցությամբ դեմ է քվեարկել օրինագծին, որով առաջարկվում էր արգելել վարչակազմին Իրանի դեմ ուժ կիրառել առանց կոնգրեսի հաստատման և սահմանափակել պատերազմ վարելու նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները։ Լարված իրավիճակը պահպանվում է ամբողջ տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիան թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարք է խոցել։ Լիբանանի Տրիպոլի քաղաքում Իսրայելը հարվածել է պաղեստինցի փախստականների ճամբարի շենքերից մեկին, կա 2 զոհ, իսկ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի մոտ խոցված աթսն ընկել է բնակելի շենքի վրա, տուժածներ չկան։ Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թիրախավորման ֆոնին կատարը սկսել է Դոհայում ԱՄՆ դեսպանատան մերձակա թաղամասերից բնակիչների տարհանումը։ Նաև տեղի է ունեցել բնակչության զգալի տեղաշարժ։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, հակամարտության առաջին 2 օրերին շուրջ 100,000 մարդ հեռացել է Իրանից։ Լիբանանում 58,000 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Լիբանանից Սիրիա է տեղափոխվել մոտ 11,000 մարդ։ Շարունակվում է նաև տարածաշրջանի երկրներից օտարերկրացիների տարհանումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի և տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ և օգնություն առաջարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում։ Նրա խոսքով Մոսկվայի դեմ պատերազմի ընթացքում Կիևն այդ ուղղությամբ արդեն մեծ փորձ է կուտակել։ Քննարկվում է տարածաշրջան ուկրաինացի մասնագետների ուղարկման հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկել է տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Կիպրոսի, Իտալիայի, Թուրքիայի։ Իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ զրույցում Ռուբիոն անընդունելի է որակել Թուրքիայի ուղղությամբ Իրանից հրթիռի արձակումը և խոստացել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը։ Այս միջադեպի առնչությամբ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համապատասխան նախազգուշացումներ է արել։ Մենք ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցառումները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ սերտ խորհրդակցելով եւ անհապաղ ձեռնարկում ենք անհրաժեշտ միջամտությունը։ Մենք հնարավորինս հստակ նախազգուշացումներ ենք տալիս, որպեսզի նմանատիպ միջադեպեր այլևս չկրկնվեն։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի անդամների զգալի մասն աջակցում է Իրանի միջուկային և հրթիռային կարողությունների դեմ ԱՄՆ նախագահի գործողություններին։ ՆԱՏՕ-ն ներգրաված չէ, բայց ակնհայտ է, որ դաշնակիցներն ըստ էության հիմնականում աջակցում են նախագահ Թրամփի գործողություններին և նաև նպաստում են այն ամենին, ինչն Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ անում է տարածաշրջանում, ուղղված Իրանի միջուկային և իհարկե հրթիռային կարողությունների ոչնչացմանը։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի ուժերն աչալուրջ են և պատրաստ պաշտպանելու դաշինքի տարածքը, ինչի վկայությունն է Թուրքիայում իրանական հրթիռի խոցումը ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ մտահոգություն է հայտնել, որ Անվտանգության խորհրդի անդամները համակարծիք չեն Մերձավոր Արևելքում տիրող իրադրության շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել ընդհանուր դիրքորոշման հասնել։ Անդրադառնալով հարվածների առաջին օրն Իրանի իգական դպրոցում 160 երեխայի զոհվելու մասին հաղորդագրություններին, Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ նրանց մահվան մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հետաքննում է այս միջադեպը։ Դյուժարիկը մտահոգության մեկ այլ թեմա է անվանել Հորմուզի նեղուցի փակումը, ինչը նրա խոսքով մեծ ազդեցություն կունենա հատկապես համաշխարհային տնտեսության վրա։ Հորմուզի նեղուցի փակման և Կատարում հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման պատճառով Եվրամիությունում բնական գազի գինը վերջին 2 օրում աճել է 60%-ով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։